ուստի դուք գիտեք, որ այսօր մենք գնացքների անվտանգության երթևեկությունն ապահովի արժեքավորելու յուրաքանչյուր տարի անց է կազմում բանատիպ հանդիպումներ եւ գյուղապետերի եւ ձեզ իհարկե, որպեսզի կարողանաք ճիշտ մեկնաբանել մեր հասարակության հաջողությունը, որ իսկապես այսօր ծանոթ վիճակում ստեղծվում հիմնականում առաջի հերթին գնացքների արագությունների բարձրացումը հետևանքով մեզ մոտ առաջացել են խնդիրներ, հատկապես անասունների գծին մոտ պահելու դեպքերը, դուք ինքներդ ճանապարհի ընթացքում տեսակ մի քանի դեպքեր, որ իսկապես մոտ են պահում եւ կարող է անվտանգությանը խիստ սպառնալիք հանդիսանալ։ Դրա համար կազմակերպել էինք այսօր բոլոր գյուղապետերի հետ, որոնք գտնվում են գծային տարածքների մոտիկ տարածքներում ու անմիջապես առողջությունն է երկաթուղը, ուստի դրա համար մենք կազմակերպեցինք այս հանդիպումը։ Հանդիպումը անցավ էֆեկտիվ, դուք ինքներդ համոզվեցիք, մենք խոսեցինք, որպեսզի գյուղապետերը դպրոցական արդեն արձակուրդներն են սկսվում, երեխաների հետ ևս մի անգամ կատարեն աշխատանքը, մոտիկ չգան երկաթուղին, վտանգավոր տեղերի հատկապես այդ տեղերը, որտեղ այսօր պահպանվում է գծահատվածներում հիմնականում անասունների քանակը շատ բարձր մակարդակ է գտնվում։ Դուք գիտեք, որ ամբողջ հանրապետությունում այսօր սեփականաշրջված հողերը չեն կարող ուրիշ տեղ վայել, ստիպված բերում են գծային տարածքների մոտիկ, որի հետևանքով ծանր հետևանքներ են։ Անցյալ տարի ունեցել ենք մոտավորապես 45 դեպք, նախանցյալ տարու համեմատ ավելացել։ Ամեն տարի ավելանում է։ Դրա համար մենք աշխատանքները ավելի խիստ կատարեցինք այսօր, կատարեցինք նրանց հետ, որպեսզի ևս մի անգամ իրենք զգուշացնեն բոլոր այն անաստապանների, որոնք պահպանում են երկաթուղի մոտիկ հեռացնել։ Բացի դրանից գծանցների մեր մոտ պրոբլեմներ կան, մեքենաները այն գյուղերի տարածքներով որտեղ անցնում են, մեր մոտ չի վերահսկվում։ Դրա համար տրակտորիստների, գյուղի վարորդների, բոլորի պետք է զգուշացնել, որ այդ տվյալ հատվածներում կարողանան իրենք ավելի զգուշացնել, օրենքները պաշտպանելով եւ այլն։ Ինձ թվում է, որ չի վերահսկվում։ Գիտեք ինչ կա, կան տարածքներ, որտեղ չունի մեկնաբանել, բայց այդ դուք հարցնում եք ասել։ Կան գծահատվածներ, գծաածություններ, որտեղ ընդամենը 5 մեքենա, 10 մեքենա։ Դա մենք չենք կարող պայենք, ասենք, վերահսկում, որպեսզի տվյալ գծահատված գծի անցման տեղում պահպանվի դա մեծ գումարների հետևանքով, մենք դա այդպես չի օրենք 50-ից ավելի մեքենան նորմալ է կախված։ Իսկ գիտեք, որական սուտկա ընթացքում ասնում են 10 եւ ցածր մեքենաներ քիչ մեքենաներ բնականաբար չի։ Դրա մասին զգուշացվեց բոլոր գյուղապետերը եւ զգուշացվեց նաեւ այն հատվածներում, որտեղ կատարվում են աշխատանքներ։ Երեխաները դուրս են գալի անմիջապես, կարող են եւ խփել մեքենաների գնացքին եւ կարող են գծային դրեստերին տեղադրել երկաթներ, քարեր եւ այլն, որոնք այսպես կոչվում են անվտանգ։ Հիմնականում այդ հարցերն են, որ բարձրացվեցին ձեզ հետ միասին, ինձ թվում է ավելի խորը դա ես կխնդրեի ձեզ բոլորին, որ այլ խորը դա մեկնաբանել մարդկանց այդ այսօրվա հանդիպման հիմնական պատճառը ինձ թվում է, որ ժողովուրդը հասկանա, սկսեն ավելի զգուշ լինել։ Գյուղապետերը բողոքում են, որ կան տեղեր, որտեղ երկաթից անցնող հենց գյուղի մեջտեղով, այսինքն գյուղը բաժանում է երկու մասի եւ որպեսզի անցնեն գյուղի մի հատվածից մյուսեր գծանցում չկա եւ պետք է մի քանի կիլոմետր քայլեն։ Եվ նրանք գերադասում են 3 մետր։ Այսօր ես ուրեմն այդ հարցն եմ բացացրել, որ այն գյուղերում, որտեղ որ գծանցում գոյություն չունի մարդկանց համար, մենք կօգնենք իրենց միջոցներով, մենք կարող ենք կառուցել գծանցներ հատկապես հարմար ձևով, հարմար տեղերով, որ իրենք կարողանան դա անցնել։ Մի քանի հարց այդպիսի բարձրացվեց, ինձ թվում է մենք իրենց հետ միասին այդ հարցը կարող ենք։ Ինչ ընդհանուր խնդիր կա այդ գծերին սահմանակից գյուղերի համար, բացի անվտանգությունների։ Այդպես առանձնապես խնդիր չկար։ Ու բարձրացվեց նաև հարցեր մարդատար
մարդկանց տեղափոխվելու համար, բեռնել տեղափոխելու, ըստ ում այդ հարցերը մենք կդրկավորենք, եթե իրենք կոնկրետ ունենան, ասենք որոշակի քանակությամբ բեռնել տեղափոխելու խնդիր, մենք այդ հարցերը կարող ենք լուծել։ Այսինքն մենք հավելացնենք վագոններ եւ օգնենք իրենց այդ հարցում, որպեսզի իրենք պրոբլեմ չունենան։ Խնդրում եմ նորմալ